Բարի լույս։ Եբրայեցիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը հենց առաջին գլխում հետևյալ ձևով է գրում. Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Սիրելիներ, Աստված յուրաքանչյուր մեկից հետ խոսում է տարբեր եղանակներով։ Նա խոսում է մեր տան անդամների միջոցով։ Խոսում է մեր ընկերների, բարեկամների, հարազատների միջոցով։ Երբեմն լինում է դեպքեր, երբ Տերը անգամ խոսում է մեզ հետ մեր թշնամիների միջոցով, հակառակորդների միջոցով։ Ամենից շատ Տերը մեզ հետ խոսում է Սուրբ Եկեղեցու միջոցով, եկեղեցվո հայրերի, նրա ժառանգության միջոցով։ Բայց վերջիվերջո Տերը մեզ հետ խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, փրկությունը բերողի միջոցով, փրկչի միջոցով, որովհետև մեզ երբեմն կյանքում պետք են ուղղակի խոսքեր, որոնք մեր սրտի վրա պիտի դրվեն և մենք պիտի կարողանանք տեսնել այն ճշմարիտը, որ կարող է և իմ հարազատի ասածով չտեսնեմ։ Այսօրվա հոգևոր նախաճաշի շեշտադրումը կուզեմ այստեղ անենք։ Այո, յուրաքանչյուր մեկս փորձում ենք Տիրոջ մասին խոսել միմյանց զորացնելու համար, բայց բաց մի թողեք այն խոսքը, որ Տեր Հիսուս Քրիստոսի բերանից է դուրս գալիս, և դա Սուրբ Գրքի միջոցով է, որովհետև երբ Քրիստոսն է խոսում, այդ խոսքը անմիջապես սրտի համար է, և եթե դա բաց թողնեք, մյուս խոսքերը այլևս իրենց ուժականությունը կորցնելու են։ Հետևաբար, հետամուտ եղեք նախ մեր Տեր Հիսուս Քրիստոսին լսելու, իդեմս Սուրբ Ավետարանի, իդեմս Մայր եկեղեցու, հետո կանցնեք մյուս երևույթներին, որտեղ կան վկայություններ, որտեղ կան խոսքեր կյանքից, որտեղ կան հավատքը ամրացնող դրվագներ, բայց առանց Քրիստոսի խոսքի հնարավոր չէ այս ամեն ինչի մեջ լինել, մնալ և ավելի զորանալ։ Չգիտեմ որքանով միտքս հասկանալի եղավ և հասանելի եղավ յուրաքանչյուր մեկիդ, բայց մաղթանքս էլ այս է. Տիրոջ խոսքից չկտրվեք, որովհետև Տերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով անդադար պատրաստ է մեզ հետ խոսելու, տալու մեզ այն կյանքի խոսքը, որ մեզ պետք է այս դժվարին կյանքը, փորձություններով լի կյանքը անցնելու և հավիտենական փառքին արժանանալու համար։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։